Եթե հարցը չլուծվի, մենք բոլորս էլ բանկրոտствоյի շեմին կանգնած գործարաններ ենք։ Մայիսի 13-ին կոնյակ և գինի արտահանող մի խումբ ընկերությունների ներկայացուցիչներ հավաքվել են Երևանում Վրաստանի դեսպանատան դիմաց։ Նրանք պարզաբանում էին պահանջում դեսպանից, թե ինչու են իրենց բեռները Վրաստանում ստուգումների ենթարկվում արդեն շուրջ 1 ամիս, և ինչու է վրացական կողմն արգելում Հայաստանից դուրս եկած ապրանքները Վրաստանի տարածքով հասցնել Ռուսաստան և այլ երկրներ։ Դեսպանը խոստացավ, որ 1-2 օրվա ընթացքում հստակ պատասխան կտա, ինչի է տենց արվում և ինչա դրա լուծումը, որ եղանակով է լինելու այդ հարցի լուծում։ Ակցիայի կազմակերպիչների խոսքով էկոնոմիկայի նախարարությունից իրենց միայն ասել են, որ զբաղվում են խնդրով։ Արտահանող ընկերությունների ներկայացուցիչների խոսքով իրենք արդեն լուրջ խնդիրների են առնչվում։ Արդեն մտել ենք տուժերի տուգանքների վճարման փուլ։ Մենք եթե ժամանակին չենք մատակարարում ապրանքը Ռուսաստանի ցանցերին, մենք 100%-անոց տուժեր ենք վճարում։ Բեռնափոխադրող ընկերություններից մեկի ներկայացուցիչն ասում է, որ նախկինում Վրաստանով ալկոհոլի տարանցման հետ կապված նման խնդիրներ չեն եղել։ Քաղաքականից բացի այլ պատճառ նա չի տեսնում։